սիրելի աշակերտներ, այսօր մենք մեր գրականության դասը համակցել ենք, ինտեգրել ենք պատմության դասին, քանի որ մեր դասի թեման Ռաֆու Խենթը պատմաբերն է եւ գիտենք, որ նա հիմքում ընկած է որ պատերազմը, պատմականի դեպքերն 1877-ից 1878 թվականների ռուսական պատերազմը։ Այո, եւ Ռաֆին օգտվելով հիմք արելով այդ ստեղծագործության պատմական այդ հիմքը, այո, նկարագրել է, անդրադարձել է նաեւ այս պատմական իրադարձությանը։ Ուստի մենք այսօր կօգտվենք աշխարհացույց կրթական հարթակից, որը մեր դաս ավելի հագեցած, ավելի բովանդակալից, ավելի ընդգրկուն կներկայացնի եւ կգոհանանք եւ դուք եւ մենք։ Աշակերտներ, աշխարհացույց կրթական հարթակը մեզ հնարավորություն է տալիս մեր պատմության դասերը ավելի ինտերակտիվ, տեսանելի, ուսանելի դարձնելու համար։ Եվ այսօրվա մեր դասը կազմելիս մենք օգտվել ենք հարթակից եւ ստեղծել ենք ցուցադրություն եւ փորձենք ցուցադրության միջոցով իրականացնել մեր ողջ դասը։ Ինչպես տեսնում եք, թեմայի վերնագիրը Ռաֆու Խենթը պատմաբերն է եւ 1977-78 թվականների ռուս-թուրքական պատերազմը։ Մի փոքրիկ նախական թեմայի վերաբերյալ, ով կկարդա, կարդացեք ընկերներ։ Ժողովրդի պատմության ամենաբարձ եւ ճակատագրական փուլերում ծնվել են այնպիսի կերպարներ, որոնք թեև երբեմն չեն ընկալվել իրենց ժամանակակիցների կողմից, սակայն դարձել են ազգային մտածողության եւ աստղագրական գաղափարների գրողներ։ Այդպիսի կերպար է Ռաֆի Խենթը վեպը հերոսը, որը մարմնավորում է ոչ միայն անհատի ընդվզումը, այլև ամբողջ ժողովրդի ձգտումը դեպի ազատություն։ Շատ լավ։ Ուրեմն, եթե հիշում եք 19-րդ դարի մի ժամանակաշրջան էր, երբ որ Հայաստանը գտնվում էր Թուրքիայի եւ Պարսկաստանի տիրապետության տակ, ճիշտ է։ Եվ գիտեք, այդ ժամանակաշրջանում իր ազդեցությունը ուժեղացրեց որ երկիրը տարածաշրջանում։ Ռուսաստանը, ճիշտ է, Ռուսաստանը։ Եվ մենք պատմություն ուսումնասիրելիս 19-րդ դարաշրջան ուսումնասիրելիս անցել ենք մի քանի ռուս-թուրքական պատերազմներ։ Եվ այսօր ժամանակն է ուսումնասիրելու երրորդ ռուս-թուրքական պատերազմը եւ ուսումնասիրենք մանրամասները։ Կարող սկսել։ Ով է գրել Խենթը պատմաբերը? Ռաֆին։ Ինչ է Ռաֆի իսկական անազգանունը? Ասա։ Հակոբի Հակոբի։ Եվ որտեղ է ծնվել Ռաֆին? Դեպիշեն։ Ռաֆին ծնվել է Պարսկաստանի Սալմաս գավառի Հայաջի գյուղում։ Այո, եւ 1835 թվականին։ Լավ։ Գիտենք 1877 թվականին բռնկվեց երրորդ ռուս-թուրքական պատերազմ։ Ճիշտ է, ով ինձ կասի այս պատերազմի պատճառը ո՞րն էր։ Ինչու եւս մեկ անգամ, հերթական անգամ պատերազմ սկսվեց երկու երկրների միջեւ։ Ասատեսնեմ Արոջան։ Երկու երկրների հիմնական ցանկությունն այն էր, որպեսզի կարողանան գրավել Հայաստանը եւ տիրանային Հայաստանին, իսկ Ռուսաստանը մեծ խնդիր էր դրել նրա առաջ, որ կարողանան Հայաստանը գրավել եւ դարձնել իր գաղափարներից մեկը։ Շատ լավ։ Վերջեք նաեւ նախորդի Ղրիմի պատերազմը, որտեղ Ռուսաստանը տարածքային կորուստներ էր կրել եւ չհաշտվելով այդ կորուստների հետ, ցանկանում էր մեկ անգամ եւս պատերազմել Թուրքիայի դեմ, որպեսզի կորցրած տարածքները հետ նվաճեր։ Հիմնականում պատճառը սա էր, որ սկսվեց պատերազմը։ Բայց պատերազմը, որ սկսվեց, Ռուսաստանը շատ շուտով կարողացավ մեկ մյուսի հետևից գրավել Արևելյան Հայաստանի մի շարք տարածքներ։ Ճիշտ է, ապրիլի 30-ին ռուսական զորքը գրավեց Բայազեդ Բերթա քաղաքը, բայց շուտով դուր ստացվեց, որ պետքա ռուսական զորքը Տեր-Ավետիսի գլխավորությամբ պետքա նահանջվի, ճիշտ է, եւ Բայազեդի ժողովուրդը ենթարկվեց արդեն շրջափակման։ Եվ 23 օր տևած Բայազեդի պաշարված հայությանը արդեն գնալով սպառնում էր զերծինամթերքը, բարենամթերքը եւ անհրաժեշտ էր, որ դրսից օգնություն հասներ պաշարված հայերին։ Եվ գիտեք այստեղ ով այդ ազգուրած քայլին գնաց։ Հենց մեր Ռաֆու վեպի հերոս Վարդանը 7 թվականից մինչև 1878 թվականը ռուս-օսմանյան պատերազմը խոշոր զինված հակամարտություններ ռուսական եւ օսմանյան կայսրությունների միջեւ։
Այն հանգեցրեց զգալի փոփոխությունների Բալկանների և Արևելյան Եվրոպայի քաղաքական քարտեզում։ Զգալի ազդեցություն ունեցավ Բալկանյան երկրներում ազգային ազատագրական շարժումների զարգացման վրա։ Պատերազմական կապներ են ընթացքից երեխեք։ Լավ, շարունակենք։ Սիրով այս իրադարձությունները, սիրելի աշակերտներ, պատմական հիմքերը, տեսնենք գրաֆին ինչպես է անդրադարձել հայ ժողովրդի ազգային դժբախտություններին, ինչպես է արտացոլել իր գրականության մեջ, իր շարադրանքի մեջ, ինչպես է անդրադարձել այս պատմական հիմքին։ Ասատեսն դա։ Պատմվածք պատմում է, Անուտեկ Խչոն ասում է, մենք այն ասա անեսքը դրված է մեր ճակատի վրա, մենք մեր ձեռքով մեր տունը քանդում ենք։ Անմիաբանությունը, երկպարակությունը, նախանձը, թշնամությունը եւ հազար մի այլ տեսակ չարություններ շատ ժամանակներից բույն են դրել մեր հոգու մեջ եւ մենք կերում ենք այդ մեղքերի պատիժը։ Այո, որոնք էին այդ մեղքերը, անմիաբանությունը, դավաճանությունը, նախանձը, թշնամությունը, որը բոլոր ժամանակներում կարծես արդիական է, բոլոր ժամանակներում հայ ժողովրդին թույլատրել է։ Աշակերտներ, մենք կլսենք Խեն Թվերի սերմագիրը, ուշադիր լսենք, որ քննարկումները ընթանան այդ շրջանում։ Վեպը սկսվում է Բայազեդի միջնաբերդի կռվի ու շրջափակման նկարագրությամբ, թվով 1000 հայ և ռուս զինվորների զորախումբը կանգնած է 20,000 քրդական և թուրքական բանակի դեմ։ Միջնաբերդում չկա ջուր և պարեն, հիվանդների ու վիրավորների թիվը հետզհետե աճում է, իսկ մոտակա աղբյուրից ջուր բերելու փորձերի ընթացքում ամեն անգամ մոտ 20 զինվոր է զոհվում։ Միջնաբերդում ամրացած ուժերի ղեկավարը երդվում է չհանձնվել, քանի ողջ են։ Հոդված գրաֆու իմաստող խոսքերի մասին։ Տեսնենք ինչպես է կառուցված մեր փինը։ Այստեղ ունենք Սալմաստից նկարներ, Պարսկաստանի, նրա ծննդավայրից։ Այստեղ ունենք տեսանյութ, տեսնենք։ Գրողի իմաստուն մտքերը։ Դեպը, երբ սիրում է, ռեշտակ է դառնում։ Լինում են այնպիսի րոպեներ, երբ սրտի և դատողության փոխադարձ հարաբերությունները խզվում են, և մարդն ինքն իրեն հաշիվ տալ չի կարողանում յուր անվերծանելի զգացմունքների մասին։ Նա, որ ատել չգիտե, զուրկ է մնում սիրո զգացմունքից։ Այստեղ երեխաներ օգտվելով աշխարհայացքի հնարավորություններից կպչուն թղթերի վրա առանձնացրել են վեպի կարևորագույն ուղերձները։ Կխնդրեմ ձեզանից մի քանիսը մոտենալ առանձին եւ բարձրաձայն ընթերցել։ Արի տեսնենք։ Պատմությունը փոխում են նրանք, ում սկզբում չեն հասկանում։ Պատմությունը փոխում են նրանք, ում սկզբում չեն հասկանում։ Ով էր այդ պատմություն փոխողը։ Մեր պատմավեպում Վարդանն էր, այո, նրան չհասկացան, նա մնաց չհասկացված։ Մյուսը դուք Ազատության ճանապարհը միշտ ասում է ամացած ներերի միջով, այո, ազատության ճանապարհը, այսինքն խենթը գնաց ազատություն գտնելու ազատության ճանապարհով։ Լսենք, ուրեմն սիրելի աշակերտներ, այժմ մենք համեմատական կասկածնենք խենթի պայքարի եւ ժողովրդի իրական պայքարի միջեւ։ Խենթը որպես գրական դերոս, գրական կերպար եւ հայ ժողովրդի իրական պայքարը։ Մենք տեսանք, մենք բազմիցս մենք այն սերունդն ենք, մենք այն ժողովուրդն ենք, որ ականատես ենք եղել, զգացել ենք, տեսել ենք մեր կողքին, մեր առօրյայում, մեր իրականության մեջ մեր հայ երիտասարդների տարած իրական պայքարի շունչը, ոգին մենք տեսել ենք, նկատել ենք։ Հիմա խմբերով առաջին խումբը կներկայացնի խենթի պայքարը, առանձնահատկությունները, մյուս խումբը կներկայացնի ժողովրդի իրական պայքարը եւ հաջորդ խումբը կներկայացնի ընդհանրությունները։ Ինչ ընդհանրություններ եք տեսնում այս երկու պայքարների միջև։ Սիրո, լսենք։ Լրացնենք բեմի դիագրամը, սիրելի աշակերտներ, տեսնենք ինչ առանձնացրիք դուք։ Անադի գիտացված ընդրություն։
խենթի պայքարը կամ հանդիպիտակված ընդրություն է, լսենք, գաղափարական պայքար կար, այո, էլ ինչ կար, չհասկացվածություն, այո, մոտեցեք և գրեք, լավ, ժողովրդի իրական պայքարում ինչ առանձնահատկություններ տեսան։ Համազգային շարժում, մոտեցեք գրեք, ինչ տեսան, ֆիզիկական պայքար, այո, ինչ տեսան։ Համազգային շարժում։ Համազգային շարժում, այո, շարժումը համազգային դերահատականներ, այո, և սովորեցրեց խենթի կերպարը ձեզանից յուրաքանչյուրում, ինչ արթնացրեց ձեր մեջ, լսենք անհատներ։ Խենթի կերպարը ինձ սովորեցրեց, որպես գաղափարները ծնվում են այն մարդկանց, ովքեր կարող են մտածել այլ կերպ, եթե զարթանիկները լինեն կամ եթե նրանից մի քիչ տարբերվենք, փորձել նրա ամեն ինչը պահել, նրա վճռականությունը, սերը, հավատը, ազնազողությունը, անապաշխարությունը եւ այլն։ Այո, դրանք այն արժեքներն են, այն արժեք համակարգն է, որ յուրաքանչյուր հայ երիտասարդի հոգում պետք է լինի, որով ազգը կփրկվի, որով մեր դրված խնդիրները կլուծվեն։ Պետք է նայել լուսավոր ապագային եւ գնալ ճիշտ ուղով եւ հասնել նպատակին հետո։ Այսքան։ Որպես տնային առաջադրանք հանձնարարվում է գրել ինչ կանեի ես խենթի փոխարեն վերնագրով էսսե, ինտեգրված էսսե, պատմություն և գրականություն։